Այս շաբաթ ամփոփվեց շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության ներգրավվածությանն ուղղված Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը։ Ներկայացվեց ծրագրի հիմնական արդյունքները, նոր ուղեցույցը, որը ստեղծվել է Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի և Էկոլոգիական իրավունք հասարակական կազմակերպության կողմից։ Ուղեցույցը հանրամատչելի ներկայացնում է հանրային մասնակցությունը շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացներում, օրենսդրություն ու միջազգային փորձը, հանրային քննարկումների մասնակցության ընթացակարգերը քայլ առ քայլ։ Պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մեկ հարկի տակ պանելային քննարկումների հարց ու պատասխանի մթնոլորտում ծանոթացան գրեթե 2 տարի կատարած աշխատանքին, վերհանեցին Հայաստանի Հանրապետության օրենսդրական խնդիրները շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։ Համայնքները համընդհանուր բողոքում են եւ հանրային քննարկում են շուտով տեղի ունենում, բոյկոտում են քննարկումները, որտեղ ինչպես դուք ասացիք, շատերը թերահավատ են, որ իրենց կարծիքը հաշվի կառնվի, բայց ամեն դեպքում կարծում եմ մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ եթե անգամ հանրային քննարկումը տեղի ունենում եւ եթե անգամ նաեւ մտքում ունի, որ մեկը իմ կարծիքը հաշվի չեն առնելու, բայց մասնակցում է հանրային քննարկմանը, իրազեկված լինի եւ ի վերջո գուցե կարդալով հասկանալով, որ դա իրավունքի իրացման հարց է եւ ինքը կարող է հետեւողական լինել, որ ընդդուպիճ դատական կարգով բողոքարկել, գուցե հիասթափվածության վիճակ, գուցե ինչ-որ բան փոխվի։ Համայնքը պետք է ունենա այդ իմունիտետը եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենքում նաեւ պետք է լինեն այդ կարգավորումները, որով որ նույն համայնքում երկու անգամ կարող կապ չունի ընկերություն նույն թեմայով լսումներ կազմակերպել կամ քննարկումներ եւ մի քանի տարի հետո, եթե համայնքը մերժել է, այդ թեմայով այդտեղ այլևս լսումներ եւ քննարկումներ չլինեն։ Հանրությունը իրավունք ունի մասնակցելու որոշումների կայացմանը։ Այս իրավունքը որտեղից է գալիս, ինչպես է կիրարկել եւ պաշտպանել։ Միջազգային փորձից օրենսդրությունից մինչեւ բոլոր այն քայլերը, թե ինչ գործընթացներ կան, հանրամատչելի ներկայացված է էկոիրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանի կազմած ուղեցույցում։ Օրենսդրությունը շատ հարցերում բացեր ունի եւ հանրության մասնակցության մասով առավել եւս բացեր ունի, այդտեղ լրջագույն թերություններ կան կապված այն ինֆորմացիայի հետ, որ հանրությունը պետք է ունենա, որպեսզի կարողանա մասնակցել հանրային քննարկումներին։ Օրինակ, նշված է, որ ծանուցման մեջ ներկայացված է ընդհանուր, ընդհանրացված տեղեկատվություն նախագծի վերաբերյալ, բայց մարդը չի կարող դիրքորոշում որդեգրել, կարծիք ունենալ եւ առաջարկություններով հանդես գալ, եթե նա շատ ընդհանրական պատկերացում ունի այդ նախագծի վերաբերյալ։ Եթե նրան չեն տրամադրում մանրակրկիտ ինֆորմացիա։ Հետևաբար դրանից էլ բխում է հանրային քննարկումները կամ հանրային լսումները դառնում են ձևական։ Մարդը չգիտի ինչի մասին է հանրային լսումը, այդտեղ իրեն ինչ ասում են, ինքը հնդածած փորձում է դրա վերաբերյալ կողմնորոշվել։ Այո, դրանք օրենսդրական խնդիրներ են, եւ մենք քննարկեցինք եւ կարծես պետական մարմինները չեն առարկում, որ այո, այդտեղ խնդիր կա եւ պետք է օրենսդրական բարեփոխումներ տեղի ունենան։ Թավարության, լոկալ մակարդակում ամենաառաջին գործիքը դա հանրային քննարկումներն են եւ մեր մոտ հանրային քննարկումները շատ հաճախ դառնում են հենց ճնշման գործիք։ Տարբեր շրջանակներ, դրանք կարող են լինել տեղական իշխանություն, նախաձեռնողներ ինչ որ գործունեության կամ օրինակ ինչ որ շահակցական խմբեր, ովքեր կոնկրետ տվյալ գործընթացից շահ ունեն, հետաքրքրություն ունեն, իրենք երբեմն հանրային քննարկումների բացերը եւ օրենսդրական բացերը, օգտագործելով հանրային լսումը դարձնում են ճնշման միջոց, ճնշման գործիք։ Դրա առաջ առնելու համար, որպեսզի մենք կարողանանք տեղական ժողովրդավարությունը, ապահովել, որպեսզի կարողանանք բնակիչներին բնակիչների համար ստեղծել միջավայր, որտեղով իրենք կարող են պաշտպանել իրենց միջավայրը, իրենց ապրելակերպը, բարեկեցությունը, պետք է գնանք օրենսդրական փոփոխությունների։ Նման ուղեցույցները, որոնք որ ստեղծվում են, իրենք հավելյալ գործիք են համայնքի բնակիչների համար, այսինքն որպես գործիք համայնքային ակտիվիստների համար, համայնքի ակտիվ բնակիչների համար ինքը շատ նպատակահարմար է եւ ուղղակի պետք է հասանելի դառնա համայնքային ակտիվիստներին։ Քաղաքացու ձայնը մայրաքաղաք Երևանից։